199 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Ռուսաստանը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ եւ արդեն ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել հայկական արտադրության գրեթե բոլոր գյուղատնտեսական մթերքների ներկրման վրա։ Կարտոֆիլ, ծիրան, կանաչիներ, տարբեր մրգեր, հանքային ջուր, ձկնամթերք եւ այլն, մի խոսքով գրեթե ոչինչ Հայաստանից այլևս հնարավոր չի լինի ներկրել Ռուսաստան ժամանակավորապես, ինչպես իրենք են ասում, եւ Հայաստանի իշխանություններն էլ հակված են դա ներկայացնել որպես այսպիսի նախընտրական պատժամիջոցներ, որը նպատակ ունի ազդել ընտրությունների վրա։ Եվ կոչ են անում, ասում են ոչինչ, բան չկա, ինքներս ավելի լավ կեժանանա, ինքներս կօգտագործենք այդ մթերքը, նոր շուկաներ կհայտնաբերենք, եւ մարդիկ էլ կան, ովքեր անհապեր սպասում են, որ ահա լավ է, վերջապես այդ ապրանքը չի արտահանվի, կեժանանա եւ մենք բոլորս դա ավելի էժան կվայելենք։ Հազիվ թե այդպես լինի, որովհետեւ ինչ է պատահել, Հայաստանը արդեն նոր հուսալի տնտեսական գործընկերներ ունի, իդեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ մեծ հավանականությամբ ուղղակի հայկական գյուղմթերքը թուրքականի եւ ադրբեջանականի անվան տակ կներկրվի Ռուսաստան, այնտեղ էլ կձևացնեն, թե չեն հասկանում, որ դա այդպես է։ Հայաստանում էլ իշխանությունները արդեն ունեն սեփական օլիգարխներ, ներողություն բարեխիղճ գործարաններ, որոնք հաճույքով կանեն դա, այստեղ գյուղմթերքը կտանեն Ադրբեջան կամ Թուրքիա եւ ադրբեջանականի անվան կամ թուրքականի անվան կտանեն Ռուսաստան։ Ինչպես ժամանակին մենք ենք, չէ, այդպես թուրքական լոլիկը հայկականի անվան տանում Ռուսաստան։ Փոխօգնություն այսպեսի կլինի, արդյունքում կլինի այն, որ այդ ապրանքը ֆերմերները ստիպված կլինեն ավելի էժան վաճառել, որովհետև եթե հիմա կարողանում են ուղղակի տանել Ռուսաստան, այն ժամանակ մի քանի այդպես խոշոր բարեխիղճ գործարաններ պարզապես կհավաքեն, իրենք կտանեն, կձևակերպեն, բնականաբար Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց տոկոսը կունենան եւ կստացվի, որ հայ ֆերմերների եկամուտները նվազում են, ադրբեջանցիներին եւ թուրքերին ավելանում են, մենք էլ այստեղ մնում ենք նույն կոտրած տաշտակի առաջ։ Նույն սխեման էլ Ռուսաստանն է անում, իհարկե, օրինակ իրենց գազը վաճառում են Ադրբեջանի միջոցով դեպի Եվրոպա, եւ Եվրոպայում էլ ձևացնում են, թե իբր չգիտեն, որ դա հենց ռուսական գազ է, ադրբեջանականի անվան տակ գնում են եւ իդեպ Ռուսաստանի փոխվարչապետը մի քանի օր առաջ ասում էր Հայաստանին, ասում էր դուք երբեք ռուսականից բացի այլ գազ չեք կարողանալու առնել, չեք ունենալու, տարբերություն այն կլինի, թե ինչ միջնորդների կվճարեք, դա հենց դա նկատի ուներ։ Ասում եմ միևնույն է, ելի ռուսական գազն եք առնելու, ուղղակի ադրբեջանականի անվան տակ ավելի թանկ այդ տարբերությունն էլ նստելու է Բաքվի բանկերում։ Սա էր ասածը։ Ինչևէ, այս ամեն ինչը բնականաբար նախընտրական կոնտեքստի մեջ է, ուղղակիորեն անդրադառնալու է ընտրությունների վրա, ընտրությունների արդյունքների վրա եւ ընդհանրապես այս ընտրությունների հիմնական ենթատեքստը հենց նաեւ աշխարհաքաղաքական է, այդ թվում նաեւ ԵԱՏՄ, թե Եվրամիությունն, ահա այդպես բանավեճեր են ընթանում եւ երեք էլ Հայաստանի շատ հայտնի իրազեկ մի քաղաքացի ուղղակի անդրադարձավ այդ հարցին եւ հայտարարեց, թե բայց ինչա պատահել իսկով ասել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը վատ է, մի խոսքով ավելի լավ է լսենք։ Կներեք, էլի այդ որ պրոռուսաստանյան քարոզչություն ասում է, հեսա ձեզ ԵԱՏՄ-ից կհանեն, ԵՄ-ում էլ ձեզ ոչ մեկ չի սպասում, իսկով ասեց, որ դա վատ սցենար է։ Կներեք, ով ասեց, որ ոչ ԵԱՏՄ-ում, ոչ ԵՄ-ում լինելը ավելի վատ սցենար է, քան ԵԱՏՄ-ում լինելը։ Ինչա Վրաստանում տենց վատ է, ամեն ինչ որ Վրաստանը ոչ ԵՄ անդամ է, ոչ ԵԱՏՄ անդամ է։ Ու դրա արդյունքում նաև ԵԱՏՄ անդամ չլինելու արդյունքում Վրաստանում շատ բան ավելի էժան է, քան մեր երկրում։ Մի հատ նայեք Վրաստանում խանութների գները, մի հատ նայեք Վրաստանում ապրանքների գները, մեքենաների գները։ Սա
արդեն նույնիսկ ոչ թե մանիպուլյացիա է, այլ պարզապես բաց տեքստով ասվում է այն, ինչի մասին իշխանությունները չեն խոսում, բայց ինչը ենթադրվում է, եւ փորձեն բացատրել, թե ինչու։ Ասում եմ, Վրաստանում ամեն ինչ ավելի էժան է, մարդիկ ավելի լավ են ապրում, հա, այնտեղ էժանություն կա բան, որովհետև ԵԱՏՄ անդամ չի, չէ, իրականում իհարկե պատճառը բոլորովին այլ է, բայց խնդիրը այդ գները չեն, այդ ապրանքների թանկությունը չի մի քանի տոկոս էս կողմ են կողմ, խնդիրը շատ ավելի լուրջ է։ Այո, այն ինչ ասում է այդ իրազեկ քաղաքացին կամ նրա միջոցով Հայաստանի իշխանությունները, իրականանալի է միայն մի դեպքում, եթե մենք այո լինենք Վրաստանի նման։ Ինչ է նշանակում լինել Վրաստանի նման։ Եվ ինչու դա հնարավոր չի։ Նախ այդ աշխարհագրական դեպք դեպի ծով երբ բան այդ մասին չխոսենք, դա հասկանալի է, կարծես թե բոլորի համար։ Ինչ է ասում այդ միտքը քաղաքական, ասում է, այ եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, լինենք Վրաստանի նման, այսինքն որևէ խոչընդոտ չստեղծենք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև, եթե Հայաստանում ապրեն 300,000 ադրբեջանցիներ, այնպես ինչպես Վրաստանում են ապրում 300,000 ադրբեջանցիներ, եթե հիմնական ներդրումները, հիմնական առևտրային գործընկերները լինեն Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես Վրաստանի դեպքում է, այդ դեպքում մեր մոտ կամեն ինչ կլինի այնպես, ինչպես Վրաստանում, էժանություն կլինի։ Բայց գոյություն ունի աշխարհագրություն եւ այդ աշխարհագրությունը ասում է, որ մեր եւ Վրաստանի միջեւ էական տարբերություն կա։ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև է։ Վրաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև չի։ Մենք ենք նրանց միջև։ Մենք ենք նրանց խանգարում եւ ոչ թե Վրաստանը։ Հետևաբար միայն ԵԱՏՄ-ից դուրս գալով այդ հարցերը չեն լուծվելու։ Որպեսզի այդ հարցերը լուծվեն, պետք է առնվազն երկու հանգամանք։ Առաջին, որ մենք չխանգարենք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև հուսալի ցամաքային կապին, այսինքն հանձնենք Սյունիքը։ Եվ երկրորդ, որպեսզի ի նշան եղբայրության, բարեկամության 300,000 ադրբեջանցիներ վերադառնան այստեղ։ Այդ երկու պայմանների դեպքում հնարավոր է Դանիել Իվանեսյանի ասած եւ նրա միջոցով իշխանությունների ասածը, հնարավոր է միայն այդ երկու պայմանների կատարման դեպքում։ Եվ ահա հիմա դա է գովազդվում, դա է քարոզվում։ Բայց քարոզումը ինչպես սովորաբար լինում է, ներկայացնում է միայն արդյունքը, դե ամեն ինչ էժան կլինի այնպես ինչպես Վրաստանում ինչ է պատահել։ Ասում են ինչ է պատահել եւ ինչ պիտի պատահի, որպեսզի դա հնարավոր լինի։ Այնպես որ երբ որ հարցը ներկայացնում մեր եւ Վրաստանի տարբերությունը ներկայացնում են այնպես թե իբր դրա պատճառն այն է, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, իսկ իրենք ԵԱՏՄ անդամ չեն, դրա համար այնտեղ ավելի ինչ էժան է, Շվեյցարիան էլ ԵԱՏՄ անդամ չի, բայց այնտեղ ամեն ինչ թանկ է, այսինքն դա չի խնդիրը, խնդիրները այլ են, խնդիրները ուրիշ են, եւ դրա հասնելու, Վրաստանին հասնելու, Վրաստանին պես ապրելու համար այդ երկու նախապայմանները կամաց մեր առջև դնում է եւ կարծում եմ Հայաստանի իշխանությունները հենց այդ ճանապարհով էլ գնում են։ Պարզապես նախընտրական իրավիճակ է, զգուշորեն են ասում, ընտրություններից հետո եթե հաջողվի իրենց վերարտադրվել, ավելի բաց տեքստով են ասելու, ավելի հստակ են բերելու Վրաստանի օրինակը, ասելու են ինչ վատ բան կա, որ այնտեղ 300,000 ադրբեջանցի, ինչու մենք պիտի խանգարենք Թուրքիայի եւ Ադրբեջանի, թող գան օգտագործեն մեր տարածք, թող գան ուղիղ ներդրումներով առաջին տեղը իրենք զբաղեցնեն եւ այլն եւ այլն։ Մի խոսքով սա է ուղղակի դա այլ սովուսով է ներկայացում, ինչեւ այսօր այսքանը կհանդիպենք։